Վանացայինեն գշարունակենք մեր հաղորդումը ծերտներող ամդությունը գխնդրենք քանի մովարգյան ուշացումին բնականաբար համացանցի խնդիր էր մեր ունեցածը սիրելիներ մենք գշարունակենք ցեզ եդենցանի հաղորդավար Հակոբը եւ Հուրին մեզի միացավ սիրելիներ ներկայացնեմ Թումո Գետրոնի գրթական փոխանցության արդարության պատասխանատու բարոն Նշտեհ Մգրդիչյանը գամ սիրելիներ մեր բոլորին սիրելի Սևագը դեսինչ մեր բոլորին սիրելի նախկին պաշտոնագից Նշտեհ Պայլուս Նշտեհ Պայլուս ուրի լավ ու ինչպես ես Բարք Աստծո բարի եկերես Բարի տեսանք աջելի է հոս գտնվել բայց այս անգամ դարբեր բանով այսօր պաշտոնով լուրջ հարցազրույց պիտի ունենանք այո Թումոյի գոմե Թումոյի հետ կապված շատ լավ մենք արդու մեր ունգընտիրներուն եւ այս բարակային ունգընտիր միան հիմա ագընտիր ունենք միացեք մեզի Վանացայինի Facebook-ի էջովալ սիրելիներ եւ անշուշտ զումով մեզի միացավ բարի լույս ասենք նաեւ Թումո Center-ի Learning Science Specialist Լիլիթ Թովմասյանը բարի Լիլիթ Բարի լույս շատ ուրախ եմ ձեզ միանալ ցավոք սրտի on-line Հարց չէ հարց Լույսով ենք օրմն այո մեր ստուդիոներն ներս մեզի հետ կլաս Շատ լավ մենք պիտի անշուշտ ներկայացնենք նոր ծրագիրը թե ինչպիսի նորություններ ունի Թումո Center-ը բայց մենք մեր ունգընտիրներուն թեև նախաբես շատ խոսած ենք Թումոյի մասին տուն երբ որ հոս է իր տակավին գկարծեմ որ հիշեցման գարկով հիմա պետք է անգամ եւս մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն նախ փոխանցենք որ այս գետրոնը ինչպես կկործե եւ ինչ է իր նպատակը Շատ լավ, հուրի Լիլիթ, եթե գարդոնես, ես ներկայացնեմ քիչ մտումոն եւ երբ որ գուզես տունալ գրնաս մեջ բերել միանալ եւ ինչ որ գուզես ու ավելցնես ես քիչ մը խոսիմ Թումոյի մասին, նաեւ ասեմ մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն, որ մենք նաեւ պիտի խոսենք շաբաթօր գայանալիք AI Teens կոնֆերենսի մասին, որում մասին Լիլիթը ավելի գանձատարնա մանրամասնություններում մասին, որովհետեւ Բեյրութեն ալ պիտի մասնակցենք այս համաշխարհային կոնֆերանսին։ Բայց եթե պատմեմ Թումոյի մասին Թումոն եթե ամփոփեմ բարերով Թումոն անվճար գրթական փորձառություն է after school program է դպրոցեն յետ գդարվող ծրագիր է ուր բադանիները գուքան եւ գկցեն իրենց գրթական ուղին Շատ հետաքրքրական ցեվով գրթական ծրագիրը բաղկացած է դարբեր հանգրվաններ է դարբեր փուլեր է ունենք ինքնուսուցման բաժին ունենք աշխատարաններ եւ ունենք workshop-ները, դասընթացները։ 3 հանգրվան է, առաջինը ինքնուսուցումն է, երկրորդը workshop-ներն են եւ անոնց զուգահեռ կան աշխատարանները եւ այս բոլորը որսի 14 դարբեր ոլորտներու մեջ է որ ուսանողները, բադանիները իրենց հմդությունները գզարկացնեն եւ գսորվին այդ 14 ոլորտները գրնամ տվել հիմա, որովհետեւ շատ հետաքրքրական է նաեւ անոնց գաբը իրար հետ թե արվեստի բաժին գա, թե տեխնոլոգիայի բաժին գա եւ բոլորը զուգահեռ գնտանան բադանիներու իրենց որոշած ինքնուսուցման ձևով, իրենց ճանապարհը գծելով, իրենց learning path-ը գծելով։ Ոլորտները եթե թվեմ 14 ոլորտները որ կան գործեն, filmmaking, graphic design, programming, հոսքերեն որտեղ միշտ գրնամ մեկը դմորնալ գա մույսը վստահ Լիլիթին հետ անունը գդարվի 3D modeling, motion design, game development, music Writing, animation, web development, photography, drawing, robotics հիմա արդեն ընթացքի մեջ է generative AI-ի skill-ը, ոլորտը, արհեստական բանականության ոլորտը նաև։ Եվ Թումոն գործե Հայաստանի մեջ դարբեր գետրոններու մեջ եւ դարբեր Թումո դուպերու ընդմեջ են գրնան բատմել յետքը մեր ծերնարգի մասին խոսելն հետ գրնան ավելի վերադառնալ այդ բոլորին Հայաստանի մեջ դարբեր դեղեր Երևանի մեջ գլխավոր մասնաշենքն է Թումոյի գետրոնն է նաև գործե հետքորտերը Թումոյի նաև գա Դիլիջանի մեջ Գյումրիի մեջ Գաբանը նախորդ գիրագի արդեն իր պաշտոնական բացումը գդարեց Ստեփանագերդի մեջ ալ ունեին գործող գետրոն եւ դուպեր Թումո դուպեր Եվ նաև համաշխարհային ցանցը երթալեն Թումոյի արդեն սկսած է մեծնալ եթե թվեմ երկիրները Այո, պիտի հարցնեի, որ երկիրները Լիբանան դակավին գա, թե Լիբանանը որովհետև գար, յետ փակվեցավ, Չի փակվեցավ, այլ օպերեյշնը, այսինքն կորձ operation-ին հայերենը եթե էս ուրի գանքնեցրեց operation-ը, բայց center-ը չփակված եւ
հիմա անոր մասին ագխոսինք այս ցերնարգենը դո նաև նոր սենտերի աշխատանքները պիտի մեկնարկեն եւ նոր գարույց որ նաև ավելի մեծ կետրոն է հստակ պատճառներով ասենք որ ոչ թե չկործեց որ մեր երկիրը անգայում է եւ նաև երկրի խնդիրներուն զուգահեռ կետրոնի փոփոխությունը որովհետեւ Թումոն հիմա գարույց նոր սենտերի պիտի անցնի որ ավելի մեծ կետրոն է եւ ավելի մեծ թիվով ուսանողներու արիտ կընծեր այսինքն եթե հիմա գրնամ ինչ որ թիվսել մենք մինչեւ շաբաթական 2000 ուսանողի capacity ունենալով գետրոնը պիտի լա որ ուր գխոսինք Լիբանանի մասին Բուրչամուդի մեջ Բուրչամուդի մեջ այսօր հետաքրքրական նորություններ Լիլիթը նաև քիչ հետ որ պիտի խոսի այդ կոնֆերանսի մասին այդ կոնֆերանսն Լիբանանի բաժինը պիտի լա Թումոյի այդ գետրոնեն այսինքն եթե դեսնենք հոնիմա շինարարական աշխատանքներու վիճակ է բայց մենք հոնդերեն նաև պիտի ասենք որ մեր աբակա գետրոնը հոս է ուր որ պիտի գառուցվի եւ հոնդերեն մենք պիտի սկսենք ուղիղ հերարցակումը այս կոնֆերանսին բայց Բեյրութեն զատ նաև ունենք Փարիզի մեջ Լիոն եթե Ֆրանսիան դուրսել ենք Գերմանիա Ալբանիա Պորտուգալ Ուկրաինա հաջորդ նաև հայդարարված ցենտրներում մասին գրնամ ասել որ նաև Լոս Անջելեսի մեջ ցենտր պիտի ունենանք այո Միացյալ Նահանգներու մեջ Արժանտինի մեջ եւ այսպես ցանցը շատ դեղեր գա որ գամած արդեն Թումոն պիտի զարգանա եւ ամեն դեղ Թումո գարձեմ հասանելի պիտի լա եթե ասեվով ամփոփեմ Ուրեմն այսքան ինչ կվերապերի Թումոյի ձեթե Թումոն ինչպես ընդհանուր գիծերու մեջ տակավի մանրամասն կարելի է անդրադառնալ բայց մենք Լիլիթին միանանք Լիլիթը մեզի պիտի ներկայացնե այս շաբթվան դեղի ունենալիք խորհրդաժողովի մանրամասնությունները թե ինչ է նպատակը եւ ինչ տեղի պիտի ունենա Սիրով ներկայացնեմ եւ շատ ողջավորված ենք եւ ուրախ որ Բեյրութը նույնպես քաղաքներից մեկն է որում տեղի ունենալու AI Teens Կարծեմ պիտի խնդրենք որ իր մե վիդեոն մարենք վիդեոն եթե մարենք միանչադենք անչադենք եթե ես ինչ-որ connection-ի խնդիր կա չէ այո որպեսի կարենանք հանգիստ լսել Լիլիթ ինչ որ ինտերնետի խնդիր կա գրնաս եթե վիդեոն անչադել մեկ երբ որ պիտի ներկայացնես յետք միացնես դժբախտ ապարսենք այո հիմա մեկ հատ փորձենք ցայնդ լսել Շատ լավ, հիմա լավ եք, Շատ լավ, այո, հիմա շարունակ է, հրամ է Շատ լավ, ուրեմն այս տարի մենք կազմակերպում ենք AI Teens համաժողովը, որը գլոբալ միջոցառում է պատանիների համար եւ պատանիների կողմից արհեստական բանականության թեմայով Անշուշտ արհեստական բանականությունը որպես ներկայի եւ մեծամասամբ նաեւ ապագայի գլխավոր գործիքներից եւ տեխնոլոգիական առաջընթացներից մեկը մեծ ազդեցություն է ունենալու այժմյան պատանիների այսօրվա մեր երեխաների կյանքի վրա եւ մենք ուզում ենք տալ պատանիներին հնարավորություն միասին քննարկել այն հարցերը, որոնք արհեստական բանականության եւ իրենց կյանքի շուրջ են 16 քաղաք մասնակցելու է համաժողովին, սրանք քաղաքներ են, որտեղ կան արդեն Թումո կենտրոններ, կամ լինելու են ապագայում գալիք տարիներին Թումո կենտրոններ, սկսած Ճապոնիայից մինչև ԱՄՆ, ես թվեմ քաղաքները, ինչպես Նժդեհը ստիպված պետք է կարդար ոլորտները նույն ձևով ես կարդում եմ, չնայած չեք տեսնում, ուրեմն Տակասակի Ճապոնիայում, Բենգալուրու եւ Մումբայի Հնդկաստանում, Երևան, Բեյրութ, Կամպալա Ուգանդայում, Բերլին, Գերմանիա, Լիոն, Փարիզ Ֆրանսիայում, Ամստերդամ Նիդերլանդներում, Տիրանա Ալբանիայում, Լիսաբոն եւ Կոիմբրա Պորտուգալիայում, Մոնտեվիդեո Ուրուգվայում, Բուենոս Այրես Արգենտինայում եւ Լոս Անջելես ԱՄՆ-ում։ Դե պատկերացրեք, որ տեղի ունենալու համաժողովը 20 ժամից ավել շուրջ 24 ժամ, որովհետև այս ամեն մի քաղաքներից խոսնակներ եւ պատանիներ միանալու են հերթով ժամային գոտիներով իրենց գաղափարներով կիսվելու եւ քննարկումները անելու ունենալու ենք մի քանի ֆորմատներ, մեկը դա ամեն մի քաղաքը առանձին ունենալու է իր
հատվածը կոնֆերանսում, որում տեղական էքսպերտները եւ պատանիները խոսելու են, պանելային քննարկումներ են անելու եւ խոսնակներ են ունենալու նշանավոր, ինչպես նաեւ ունենալու ենք հնարավորություն միացնելու, միավորելու միևնույն ժամանակ 4 քաղաքներից պատանիների, օրինակ պատկերացնենք Տակասակի, Բենգալուրուի, Մումբայի եւ Երևանի, կամ Բենգալուրուի, Մումբայի, Երևանի եւ Բեյրութի պատանիները, ամեն մի քաղաքից մեկ պատանի, միանալու են on-line եւ քննարկելու են տարբեր թեմաներ, որոնք կապված են արհեստական բանականության, իրենց ներկայիս կյանքի եւ հատկապես ապագայի մասին տարբեր ոլորտներում, սկսած առողջապահությունից, մինչև տեխնոլոգիական ոլորտ, մինչև կրթություն եւ գիտություն եւ աշխատանք անշուշտ։ Ամեն մի քաղաքում կոնֆերանսը տեղի ունենալու ֆիզիկապես, այսինքն ինչպես որ Բեյրութում տեղի ունենալու ապագա Թումո Բեյրութի շենքում, այնպես էլ մնացած կենտրոններում եւ բոլորը միավորվելու են մեկ գլոբալ live streaming-ով, որը հասանելի է լինելու ցանկացած մարդուն առցանց եւ Թումոյի էջին հետեւելով եւ tumo.ai/teens website-ին հետեւելով ցանկացածը կարող է միանալ այս global live streaming-ին, որը մեծ ծրագիր է լինելու եւ մեծ բովանդակություն ամեն մի քաղաքից, ինչպես նաեւ այս բազմաքաղաք քննարկումներից։ Շատ լավ, շնորհակալություն Լիլիթ, հարցումս գվերապերի օդար այս բարակային տասախոսներ կամ նյութը քննարկող մարդիկ պիտի լան, որոնք զրուցավարներ պիտի լան եւ իրենք նյութեր պիտի ներկայացնեն եւ այդ կաշուշտայտ երիտասարդներ իրենց կարծիքը փոխանցան։ Անշուշտ, ունենալու ենք երիտասարդների կողմից խոսնակներ, շատ ունենք պատանիներ, ովքեր Երևանից էլ եւ Բեյրութից էլ, ովքեր միանալու են կոնֆերանսին եւ իրենց գաղափարներով են կիսվելու, իրենց նախագծերով են կիսվելու ու նաեւ ունենալու ենք քննարկումներ, որտեղ մի քանիսը միասին միավորվելու են եւ տարբեր կարեւոր թեմաներ են քննարկելու արհեստական բանականության շուրջ։ Շատ լավ, մենք շարունակենք զրույցը, նշտեղ գուզեմ հարցնել AI-ի, որովհետև AI-ը արհեստական բանականությունը սկսավ այլևս մտահոգութեն է դուրս որևէ սկսում մարդիկ կմտա միշտ նորություն, երբ որ լավ մարդիկ կմտահոգվին, չէ՞ թե ինչ պիտի լա, ինչ է AI-ը։ Հիմա կգործեմ որոշ չափով հասկացած ենք ինչ կնշանակի, բայց դակավին կան մութ բաներ AI-ի մեջ եւ վստահ որ բադանիներն ու երիտասարդները լուրջ հարցումներ ունին։ Քու այսպես փորձառությամբ մեզ ինչ ասել AI-ի մասին եւ որքանով կգարձես որ այս թեման այս հանգրվանին աժմեական է կգարձեմ շատ աժմեական է եւ Թումոյի նախաձեռնությունը նաեւ բադանիներու գողմե բադանիներուն համար ծրագիրը շատ կարեւոր հանգրվանի մը կգադարվի որովհետեւ ամենքս սկիզբը դերևս վախցանք, ամենքս զարմացանք, սկսանք մտահոգվել մեր կորձերը պիտի առնե, մեր կորձը ինքը պիտի ինե, նաև հոն մորալի եւ էթիքսի շատ կարեւոր բաժին մը գա, բարոյականի լուրջ խնդիր կա, նաև ուսանողներու, բադանիներու կով, որ ոչ միայն մեծերունքով, բադանիներն ալ չէ դպրոցական իրենց խնդիրներու մեջ կրնան բայց վերջավորության գարձեմ շապատոր եթե հետևիկ աշխարհի բոլոր բադանիներն ալ իրենց կարծիքները որ պիտի փոխանցեն վստահ եմ հոն հստակ պիտի լա որ ամեն մարդ արդեն հասկացած է AI-ը ինչպես կաշխատի անշուշտ ոչ ամբողջությամբ բայց իրենց կարծիքը ունին եւ սելիկը ունին AI-ի մասին եւ կգարձեմ մենք բեք չէ հրենք AI-ը այսպես հերու եւ ասենք մենք չենք մոդենար գվախնանք ընդհանրակը պետք է սկսենք օգտագործել բադանիները պետք է խոսին այդ բոլորի մասին իրենց գարձիկը հայտնեն քննարկեն միասին քննարկեն եւ շատ հետաքրքրական է շաբաթօրվա ցերնարգը որ դարբեր երկիրներու դարբեր մշակույթներու դարբեր գարձիկներ կան որ մեկ նույնի շուրջ պիտի խոսին վստահ եմ շատ հետաքրքրական բաժին պիտի լա նաեւ ուրի ավելցնեմ որ Թումոյի մեջ AI-ը արդեն
իրականություն է եւ մենք մեր նաեւ գրթական փոխանցության մեջ գամած AI-ը սկսած ենք ներառել, որովհետեւ ուսանողներուն համար հաճելի է եւ որ գրթական հստակ ծրագիր գա եւ ուղի գա ինքը գրնա շատ հանկից ճիշտ ձևով սորվիլ եւ ճիշտ ձևով օգտագործել։ Գկարծեմ շատ կարեւոր հանգրվան է հիմա նաեւ այս ծերնար գնելը եւ AI-ը մեզի պետք է օգնե ոչ թե մեզի զվախցնե եւ հերացնե։ Լիլիթ AI-ը մենք կգործենք, որ մենք չենք կործածել, միշտ մենք մեր առօրյա կյանքի մեջ արդեն կգործածեինք AI-ը։ Գուզեմ քու գարտիկդ այս մասին AI-ի հետ կապված, ինչ հիմա ճիշտ է որ դարբեր մշակույթները, դարբեր գենցաղի երկիրներու մեջ ապրող այդ աշակերտները, բադանիները այս բարակային, որոնք դարբեր գենցաղով մեծած են, պիտի միանան այս շաբաթավերջին։ Ձեր գարտիկով ինչն է, այսպես կգործես որ AI-ը ավելիով պիտի մոդեցնե աշխարհը այսինքն այս աշակերտները վստահաբար շատ ավելի մոտ պիտի իսկան AI-ի շնորհիվ, ինչ է գարտիկդ։ Անշուշտ, կարծում եմ ցանկացած տեխնոլոգիական առաջընթաց միավորում է մարդկանց, որովհետև բոլոր մարդիկ պետք է ուզած թե չուզած վերանայեն իրենց հմտությունները, իրենց մասնագիտությունները, իրենց կարողությունները, որպեսզի մանրամասնակ լինեն ապագայում։ Մենք ասում ենք, որ AI-ը ոչ թե AI-ն է ձեր աշխատանքը գողանալու, այլ այն երիտասարդները, ովքեր գիտեն լավ օգտագործել AI։ Այնպես որ մեր նպատակն է այնպես անել, որ երիտասարդությունը իրեն հզոր զգա եւ իմանա բոլոր այն գործիքները եւ այն մեթոդները, որոնցով կարող է ապագայում լինել մրցունակ։ Նաեւ մենք ուզում ենք լսել իրենց ձայները եւ իրենց գաղափարներն ու մտքերը եւ անհանգստությունները միգուցե այս հարցի շուրջ, որովհետեւ բազմաթիվ հազարավոր միլիոնավոր կազմակերպություններ ամբողջ աշխարհով կառուցում են AI տեխնոլոգիաներ, բայց մեր նպատակն է այնպես անել, որպեսզի պատանիների ձայնը ուղղորդենք դեպի այս ոլորտներ, կրթության ոլորտ, տեխնոլոգիաների ոլորտ եւ պետական կառավարման policy maker-ների ոլորտ, որպեսզի նրանց կարծիքները նույնպես հաշվի առնվեն այս տեխնոլոգիաները ինչպես ստեղծելուց, այնպես էլ կրթության կամ պետական կառավարման մեջ ներդնելուց։ Գիտեք ամեն անգամ որ դպրոցական մեր դարիները միտքս կուկա գիշեմ արևելումի դասընթացներ կգադարեին, չէ՞, համասարանի միջև հիմա Լիբանանի մեջ կգադարվի արևելումի հadoop ասենք աշխատանք կդարվի ծրագիր ու դարբեր համասարանները գուկան եւ կներկայացնեն դարբեր մասնակցություններ։ Հիմա բայց այդ մասնակցություններու կողքին նաեւ ավելցավ AI-ի հետ ասենք աշխատանքը, որ նաեւ կգապվի դարբեր մասնակցություններով, որովհետեւ AI-ը մենք կրնանք օգտագործել գրեթե բոլոր մարզերներս կարելի է AI-ը օգտագործել։ Այսօրվան բադանին երիտասարդը ունի իր մարտահրավերները նշտեղ, չէ։ Մեր օրերուն, իմ օրերուց տարբերեր, քո օրերուց տարբերեր, ամեն սերունդ ունի իր դժվարությունները։ Այսօրվան դժվարությունները թիմակալելու իր այդ վիճակին մեջ Թումոն որքանով օգտակար կլա երիտասարդին։ Վստահ եմ շատ, նախ Թումոյի գիտես ոլորտներու եւ այս 14 ոլորտները որտեղեցի միան անոնց մեջ ասոնք վերնակիր դվերթու միան հմդությունները զարգացնել են բացի նաև Թումոյի մտնոլորտը պետք է տեսնել եւ հուսամ օրը բոլորը դարի դու ունենաք անպայման Հայաստան այցելելու եւ Թումոյի Երևանի Գետրոնի հոսալ այցելեն հոս շատ խանդավառ ենք նաև հոսների այցելությամբ բայց Հայաստան որովհետեւ երբ որ գտեսնես այդ բադանիները ինչպես Թումո գուկան եւ ինչ ուրախությամբ ինչպես այսինքն այդ գրթությունը որքան իրենց համար հաճելի ձևով կներկայացվի, կրթական ծրագիրները որքան լավ ձևով, նորարարական, ամեն ինչ որ գուզե ինքը երբ որ գուզե սորվիլ, ինչ ձևով գուզե սորվիլ, ինքնուսուցումը, ինքնուրույն ինչ որ աշխատանք կատարելու այդ հմտությունները նաև, այսինքն չգետրոնանանք միայն 14 ոլորտների technical բաժնի վրա, նաև մտածենք որքան soft skills, որովհետև իրենք նախ ինքնուրույն կրնա աշխատել ինքը երբ ուզե որ activity-ն ուզենել այդ վարյանին ինքը անի գնե ինքնապավ լալու այդ հմտությունն ագզարկանա իր մեջ նաև իր դարեգիցներուն դարբեր այսինքն դարիքի որովհետև Թումոյի դարիքը նաև քիչ առաջ չնշեցի 12-ին 18 տարեկան բադանիներու համար է Թումոն եւ միասին աշխատելու teamwork-ի բանը առանց ասես ստիպողական բանի ինքը
գուզե կորձակցիլ օրինակ ես գուզեմ հուրին այդ աշխատիլ այս պրոջեկտին վրա միասին աշխատին այդ բոլորը նաև շատ մեծ դեր կխաղան բադանիներու ասես ինքնագարավարման եւ ինքնինքը հաստատելու եւ Թումոյի արդյունքները մեկը ցույց տված են ստատիստիկներ որ կատարված են գերեվի ինչպես Թումո հաջախած բադանիմը եւ Թումո չհաջախած բադանիմը դարբերությունները որ ինչ մասնակցություններու մեջ յետ կմասնակի դանա գուսանին ինչպես կաշխատին ինչպես աշխատանք կգտնեն որովհետեւ Թումոյի մտնոլորտի մեջ իրենց այդ ունեցած փորձառությունը գոկնե իրենց աբակայի որոշումներուն եւ ընդհանրապես իրենց աբական ասես գկծե որովհետեւ նաեւ Թումոյի փաթը որ գա շավիղը որ գա իրենց հստակ հարթակ մնե որ իր արակության համացայն իր հետաքրքրություններուն համացայն գկծե իր ջանաբարը ուղին գսե որ թուն եթե գուզես այս ուղությամբ գնալ այս ոլորտներու մեջ թուն գրնաս այս ծևով ասինչ ամիսը այս workshop-ի մասնակցիլ այս դասընթացի մասնակցիլ եւ այսքան ժամանակի հետ թուն գրնաս ասի իրակորձել եւ թուն պիտի ինես այդ բոլորը մեկը քեզի չստիբեր եւ Թումոյի նաեւ հիմնադիրները շատ հետաքրքրական խոսք մը գսեն անգլերենով որ kids love to learn but hate to study terevs Լիլիթ ճիշտ սիգարձեմ չէ այս խոսքը ճիշտ խոսքն է Լիլիթ Այո իհարկե շատ ճիշտ այս խոսքը նաեւ շատ հետաքրքրական է որովհետեւ Թումո իրենք ուքան որովհետեւ իրենք գուզեն գալ եւ Թումոն իրենց բոլոր արիտները գփանա իրենց արչեւ որբեսի մասնակի դանան սորվին կամ կոնե փորձեն Գրնան հետո չմասնակի դանալ, գրնան Թումոյեն յետ ուրիշ ոլորտի մեջ աշխատին կամ սորվին, բայց այս բոլորը նաև այս տարուն շատ կարևոր է, նաև տեխնոլոգիով աշխատիլը։ Դեսած եք Թումոյի նկարները, նույնալ եւ ամեն սենտեր, ամեն աշխարհի որտեղ որ երտակ Թումո բոքսեն մինչև Բեյրութի սենտերը, LA-ի սենտերը, նույն ծևով նույն արիտները կստեղծե բոլոր բադանիներուն համար եւ անվճարը լալու հատկությունը նաև շատ գոքն է որ ամենուն հասնի Թումոն Եվ ամենանոր տեխնոլոգիով նաև իրենք կրնան հետևիլ քայլ բահել նորություններու հետ եւ ճիշտ ծևով ոչ թե որովհետեւ ինտերնետի աշխարհը այսօր մանավանդ AI-ը line շատ line դեղ է Ընդհանրակը փոխանակ իր միտքը ամփոփելու եւ ուղղությունը ճշտելու իր կյանքին համար գործվի ամբողջությամբ Թումոն իրենց այդ ուղղությունը գուտա եւ ճիշտ ճամփան գծա Շատ լավ Լիլիթ նաեւ ինքնավստահությունը կգարձեմ որ Թումոյի կարևոր իրակորձումն է որ այս երեխաներուն այս բադանիներուն ինքնավստահություն գուտա որովհետեւ երբեմն քիդական միտք ունեցող երեխան կգարձե որ ինքը չի գրնար կյանքի մեջ որոշ բաներ իրակորձել կամ հավատացած է որ սահմանափակ են իր արիտները ուսում ստանալու եւ մասնակցություն ընտրելու իր արիտները սահմանափակ են բայց Թումոն կգարձեմ որ իրեն նաեւ այդ արիտը գուտա որ իր սահմանները ընդլայնելու եւ հասկանալու որ ինք ամեն ինչ կրնա անել ճիշտ եմ Միանշանակ մենք Այն ոլորտները, որոնք Թումոյում դասավանդվում են, միանշանակ շատ ուսանողներ հենց այդ ոլորտներն էլ ընտրում են հետագայում եւ որպես մասնագիտություն, բայց շատերը նաեւ ուրիշ ուղղությամբ են զարգանում։ Եվ այդ պարագայում մեր հիմնական մենք ասում ենք որ mission-ը ոչ միայն եւ ոչ պարտադիր երիտասարդ ծրագրավորողների եւ դիզայներների սերունդներին կրթելն է, այլ մրցունակ, ինքնավստահ, ինքնակրթության սովոր պատանիների դաստիարակել Թումոյում եւ դա մի շարք մեթոդոլոգիաներով է արվում, բայց առաջի հերթին հարգանքը դեպի պատանին, նրան վերաբերվել որպես ձևավորված արդեն մարդ, ով ունի իր կարծիքը, ով ունի իր ցանկությունները եւ տալ իրեն բոլոր այն գործիքները, որոնք իրեն անհրաժեշտ են գալու հետագայում ինքնուրույն ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Շատ լավ, նշտե մենք ամեն ինչ խոսեցանք Թումոյի մասին, պայմաններու մասին չանդրադարձանք, թե ինչպես գրնան բադանիներ կամ անոնք որոնք կփափակին այդ ընտանիքին մաս կազմել կան հadoop պայմաններ ինչպես կրնան միանալ։ Հիմա Բեյրութի մեջ դակավին որտեվ ուզե ժամանակ միջև կետրոնը պաշտոնական բացումը չէ կատարված, աշխատանքներն են ընթացքի մեջ են, բայց միակ պայմանը դարիքն է 12-ից 18 տարեկանի մեջ, եթե գլերացնե այդ բանը, պայմանները, անշուշտ Թումոն ունի դարբեր ծրագիր
ծրագիր 18-ին բարձր տարիքի ուսանողներին գներես երկու եղավ այ գլսեմ ուրեմն նաև ուսանողները գրնան Tumo Labs հաջախել որ 18-ին վեր եղող ուսանողները կամ Tumo Studios-ի մեջ պայմանը անե որ իրենք պետք է կան անշուշտ իրենց ծնողքին հետ արցանակրվին իրենց փաստաթուղթերը ներկայացնեն Tumo կրանցվին այնքան դժվար չէ այսինքն ոչ մեկ դժվարություն եւ գշեշտեմ այդ անվճար գրթական ծրագիր է եւ Հայաստանի մեջ Tumo-ն 7 օր գործե երկուշաբթիեն գիրագի ամեն օր Tumo եւ հազարներով ուսանողներ հաջախեն Tumo իրենց կամքով ուրախությամբ եւ նոր բաներ գսորվին միակ պայմանը անեն հույսով ենք նաեւ որ Բեյրութի մեջ այդ նույն խջողումը այդ մարտու այսպես մտնոլորդը որ գմտնեն գելեն իրենք երթան գսորվին իրենց լապտոպը գփանան թուղթը գառնեն գկրեն գնգարեն ամենաանուշիկ մտնոլորդը այո ամենասիրելի մեզի համար նաև մոտիվացնող որտեվ մեզի այդ մոտիվեյշնը գուտա որ մենք կրնանք նոր ծրագիրներ մշակել եւ հասնել բոլոր բադարիներու գարիկներուն շատ լավ ուրեմն հիշեցնենք այս շաբաթավերջին համաժողովը անցուն 15-ին AIT's conference-ն է որ ինչպես Լիլիթը ասավ դիսկսի Ճապոնեն գվերջանա Լոս Անջելես ամեն մարդ իր ժամով այո հերթով ժամերը ասին երգիրը նաև գա Multi-City դարբեր երգիրներ զուգահեռ live այսինքն մեկ օքի Բեյրութեն մյուսը Երևանեն մյուսը Փարիզեն մյուսը Հնդկաստանեն միասին կքննարկեն դարբեր նյութեր եւ անոնք որոնք ուզեն հետեւիլ ես քիչետ լինքը մեր ինտերվյուի վիդեոին դակ անպայման կտնեմ AIT's Tumo-ի լինքը որ մարդիկ YouTube-ով գրնան Tumo-ի ալիքներով հետևիլ այդ օրվա ամբողջ որ ժամում որ գուզեն ազատեն գրնան միանալ եւ լսել Բեյրութի ժամով եթե ասեմ քանի որ այսօր Բեյրութ կգտնվինք առավոտյան ժամը 9-ն մինչեւ գեսօրվա ժամը 12:30 է Բեյրութի հատվածը բայց կոնֆերանսը կսկսի լման օրը 20 ժամ գրնան հետևիլ երբ կուզեն նաև գա թարգմանություն որովհետև եթե այդ լեզուն ասենք Ճապոնի մեջ ճապոներենով գդարված հատվածի մասին Tumo-ն ունի նաև անգլերենի թարգմանության կարելիությունը որովհետև բոլոր լեզուները որ պիտի խոսվին թարգմանություն գա անգլերենով նաև գրնան ամեն մարդ ամեն ժամու երբ ուզեն հետևին եւ հասկանալի ձևով հետևին այս համակումարին AIT's conference-ին վստահ եմ որ շատ հետաքրքրական պիտի լա թե բադանիներուն համար թե մեզի համար շատ բան պիտի սորվինք վստահաբար հետաքրքրական այո սիրելիներ գրնակ անշուշտ հիմա քիչ հետ կնշտե ինչպես որ ասավ լինքը կդեղատրե մեր հարցազրույցի ուղագի հարցազրույցի բաժնին դա կոմենտներու բաժնի մեջ կտնե լինքը Լիլիթ վերջին խոսքը մեր ունգընթիրներուն եւ ակընթիրներուն ինչ ունիս ասելիք այս արիթով Ուզեի պատանիներին, ովքեր լսում են մեզ ուղղել խոսքը դրա մասին, որ անպայման հետևեն կոնֆերանսին, անպայման սպասեն Tumo Բեյրութի բացմանը, սովորեն, տիրապետեն արհեստական բանականությանը լիովին, որպեսզի լինեն մրցունակ եւ պրոֆեսիոնալ անձինք հետագայում Շատ լավ Լիլիթ վարձ կդկադար եւ մեր լավագույն բարեմաղթությունները կփոխանցենք քեզի եւ ճաշտոնագիցներուդ հույսով ենք որ իսկապես հաջորդին մեր ստուդիոները ներս կյուրընկալեն քեզ Սիրով ձեզ շնորհակալ եմ լավ որ ձեզ Այո սիրելիներ մեր զրուցակիցներ ուրեմն Zoom-ով էինք մենք իմիջիալով Zoom-ով բայց առանց կամերայի գիտեք սերն լիպանան է Բայց սկիզբ արի Լիլիթ եթե հիմա գտնա միացնել կամերան միանա որպեսզի տեսնեն քեզ այո տեսնեն քեզ Որ եւ շատ լավ բարև Լիլիթ Լիլիթ Թովմասյան Learning Science Specialist սիրելիներ Լիլիթ բարի օր քեզի նշտե շնորհակալ ենք որ վանացայնալ այցելեցիր եւ շնորհակալ ենք որ այս հարցազրույցին քու մասնակցությամբ անշուշտ նաեւ ավելյալ ծավով լույսը պրեցինք այս գետրոնիմ վրա որուն մասին մենք թեև գիտեինք բայց դեղեցություններ գտնալալ որ այսօր նոր երիտասարդներ բադանիներ կամ ծնողներ ինչու ոչ լսեցին Tumo-ի մասին եւ եթե հետաքրքրված են գրնան թիմել մենք կփոխանցենք նշտեին ծեր TV եւ ավելյալ մանրամասնություններ կամ ասելիքներ եթե ունիք վստահաբար գոքնեն նշտեց անպայման մեծ ուրախությամբ եւ հույսով եմ որ մեր հաջորդ հարցազրույցին արդեն խոսենք Tumo Բեյրութի ժամերուն եւ այլն բոլոր մանրամասնություններով մասին բացումին աստվածը այո հույսով եմ որ այդ բոլորը գրնանք շատ
մոդ աբակայինն էլ դեսնենք, բայց մենք այո պատրաստ ենք երբ որ գուզեք ես նաև եթե ինչ որ բան կա որ ինձի հետ կապ չունի բայց կգնամ անպայման թումո փոխանցել մեծ ուրախությամբ եւ շատ ուրախ եմ այս հարցազրույցին համար նաև վանացյանին շնորհակալություն գիտեմ որքան կանտրատարնակ թումոյի բոլոր նորություններուն եթե ալ ես ոս չլամ կամ թումոյի մաս մենք կխոսենք ինչ թումոյի մաս վստահ եմ եւ շատ ուրախ եմ որ վանացյանի ջամփով թումոն կծանոթացնենք եւ վստահ եմ մեր ունգընտիրները եւ ագընտիրները այսօր ավելի հետաքրքրվեցան թումոյով հույս ունենք որ հաջորդ հարցազրույցը ինչպես ասի կամ թումոյի գետրոնեն գնենք այլևս ուղիղ սփռումով շնորհակալություն վանացյանին շնորհակալություն հուրի քեզի այս հարցազրույցին համար շնորհակալ եմ չգասկած չունեմ եւ ինչպես ասի լինքերը անպայման կդեղատրեմ որովհետեւ այս համակումարը շատ մեծ համակումար պիտի լա աշխարհի 4 ծայրերն ուղիղ սփռում է 20 ժամ եւ Բեյրութը նաեւ պիտի իր մասնակցությունը բերե մեր աբակա գետրոնի դարածքեն շատ լավ սեներ մեր զրուցակիցներ եթե ցանոթ չէ ցեզի այս թեմքը ցանոթացնեմ ուրեմն Թումո գետրոնի գրթական փոխանցության արդարության պատասխանատու նշտեղ Մկրտիչյանը մեր բաշտոնագիցներեն նախքին նշտեղ պետք ունի մսելու բարի եկած ես հոս դունը դե հաջողություն քեզի մենք բարդենք միշտ քեզմով Հակոբ շնորհակալություն ցանյաղորդավար Սևագինալ շնորհակալություն ցեզի դեր հուրին մնացեք վանացայինի ունգընտիր եւ ցտեսություն